կը ժպտա բախտը։ Գլոբան նշել է 3 նշան, որոնք բառացիորեն կվերածնվեն ապրիլի վերջին։ 2025 թվականի ապրիլը նշանակալից եղավ մի քանի կենդանակերպի նշանների համար։ Եկեք պարզենք, թե ապրիլի վերջը ինչպիսի նշանակություն կունենա ձկների, խեցգետինների և կարիճների համար, ազդարարելով վերափոխումների և նորացման շրջան ըստ Թամարա Գլոբայի կանխատեսման։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պետք է ակնկալեն զգալի փոփոխություններ, որոնք նոր հնարավորություններ կբացեն անձնական և մասնագիտական աճի համար։ Սա բարենպաստ ժամանակ է համարձակ որոշումներ կայացնելու և առաջ շարժվելու համար, չնայած հնարավոր դժվարություններին։ Ձուկ, ապրիլին ձկները կզգան ոգեշնչման և կենսական էներգիայի հզոր ալիք, որը թույլ կտա իրականացնել հավակնոտ ծրագրեր։ Վեներայի և Նեպտունի միացումը կուժեղացնի ստեղծագործական ներուժը, նպաստելով արվեստում և ստեղծագործական ոլորտներում հաջողություններին։ Աստղաբանը խորհուրդ է տալիս բացվել մի նոր բանի առաջ, որը կբերի բավարարվածություն և հաջողություն։ Անձնական կյանքում հնարավոր են եղած հարաբերությունների ամրապնդում, նոր ռոմանտիկ ծանոթություններ։ Միայնակ ձկները կարող են հանդիպել իրենց ճակատագրին։ Խեցգետին, ապրիլի վերջը կլինի կարիերայի աճի և արժեքավոր շփումների հաստատման շրջան, որոնք կազդեն խեցգետինների ապագայի վրա։ Նոր գաղափարները աջակցություն կգտնեն ղեկավարության և գործընկերների կողմից։ Հնարավոր են գործուղումներ բացելով նոր հեռանկարներ։ Կարևոր է պահպանել աշխատանքային և անձնական կյանքի միջև հավասարակշռությունը գերծանրաբեռնվածությունից խուսափելու համար։ Սիրելիների հետ շփվելիս խեցգետինները պետք է ավելի ուշադիր լինեն և ձգտեն փոխըմբռնման։ Կարիճները ուժի և ինքնավստահության ալիք կզգան, ինչը թույլ կտա հասնել իրենց նպատակներին։ Բախտը կուղեկցի ձեզ թե մասնագիտական, թե անձնական կյանքում։ Մարսի ազդեցությունը ձեզ վճռականություն և էներգիա կտա։ Այնուամենայնիվ, աստղաբանը խորհուրդ է տալիս հոգ տանել ձեր առողջության մասին և խուսափել գերլարումից։ Ապրիլը բարենպաստ է գոյություն ունեցող հարաբերություններն ամրապնդելու և նոր բովանդակալից սիրավեպեր սկսելու համար։ Կարիճները պետք է վստահեն իրենց ինտուիցիային և բաց չթողնեն բարենպաստ հնարավորությունները։ Դե ինչ, եկեք շնորհակալություն հայտնենք Թամարա Գլոբային հետաքրքիր աստղագուշակ ներկայացնելու համար։ Իսկ դուք, եթե դեռ չեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ապա հենց այս պահին առաջարկում եմ միանալ մեզ, որպեսզի բաց չթողնեք առաջիկայում սպասվող ավելի հետաքրքիր տեսանյութեր։ Մինչ նոր հանդիպում։ Իսկ այս ամենին զուգահեռ ձեզ կներկայացնենք կնոջ բնավորության գաղտնիքը ըստ նրա ծննդյան ամսվա՝ հունվար, փետրվար, մարտ։ Ենթադրվում է, որ ծննդյան ամիսն այնքան ուժեղ է ազդում բնավորության վրա, որ նույնիսկ կենդանակերպի նույն նշանի մարդիկ ծնված տարբեր ամիսների կարող են շատ տարբեր լինել։ Ինչպիսի կանայք են ծնվել տարվա առաջին 3 ամիսներին։ Հունվարյան կանայք։ Տարվա առաջին ամսում ծնված կանանց վերագրվում է ուժեղ բնավորություն, անսահման համբերություն և իսկապես աննկուն կամք։ Նրանք լիովին կարող են մրցել տղամարդկանց հետ և բոլորովին չեն վախենում այս մրցակցությունից։ Հաստատակամ, հավակնոտ և նպատակասլաց։ Այս ամենը հունվարյան կանանց մասին է։ Բայց նրանց համարել կիսաշրջազգեստով տղամարդ ճիշտ չէ, քանի որ նրանք կարող են լինել նուրբ և տնային, եթե պայմանները թույլ տան։ Պետք չէ հաղթահարել ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել և ամեն ինչ կրել քեզ վրա։ Հիանալի է, նրանք ուրախությամբ կհանգստանան և կլինեն ամենաքնքուշը, ամենահմայիչն ու գրավիչը, կենտրոնանալով տան և ընտանիքի վրա։ Նաև հունվարին ծնված կանայք հաճախ բնութագրվում են անկախության ցանկությամբ և ուրիշների հանդեպ քննադատությամբ։ Ընդ որում, վերջինս նրանք հաջողությամբ թաքցնում են բարի կամքի և կենսուրախության քողի տակ։ Նրանք կարողանում են դուր գալ, բայց ընկերություն չեն անի ում հետ պատահի։ Ընկերներին ու գործընկերներին ավելի մանրակրկիտ են ընտրում, քան խնձորները շուկայում, իսկ ավելի ցածր սոցիալական կարգավիճակ ունեցողներին թույլ չեն տալիս մտնել մերձավոր շրջապատ։ Փետրվարյան կանայք։ Բարդ ու հակասական բնույթով, ինչպես փետրվարյան եղանակը։ Մի կողմից ձնաբքերն ու սառնամանիքներն են, իսկ մյուս կողմից փետրվարյան պատուհանները մոտակա գարնան խոստումով։ Փետրվարին ծնվածներին հաճախ բնորոշ են տրամադրության փոփոխությունները, էմոցիոնալ անկայունությունը և պահի վրա գործելու միտումը։ Փետրվարյան կանայք խոցելի են, հուզիչ և կարող են վրեժխնդիր լինել։ Նրանք նաև լավ են զգում մարդկանց և կարող են վարպետորեն մանիպուլացնել նրանց։
մարդկանց։ Այս ունակությունը թույլ է տալիս նրանց հասնել հաջողության, բայց եթե անհրաժեշտ հմտությունները չկիրառվեն, կտրուկ վեր սլացող կարիերան արագ կփչանա։ Նաև փետրվարին ծնվածների համար շատ կարևոր է ռոմանտիկան։ Նրանք սիրում են հաճախոսություններ, նվերներ և գեղեցիկ անակնկալներ։ Նրանք չեն ներում սուտն ու դավաճանությունը, բայց եթե իրենց պետք է, հեշտությամբ և համոզիչ կերպով կստեն։ Այս կանանց վերագրվում է եսասիրությունն ու խորամանկությունը, բայց նրանք այնքան հմայիչ են, որ շատերը նույնիսկ գիտակցելով, որ իրենց խաղացնում են, պատրաստ են հասկանալ և ներել։ Մարտյան կանայք՝ տպավորվող, նուրբ և սենտիմենտալ, այսպես են սովորաբար ներկայացվում մարտին ծնված կանանց։ Սակայն դա ուղեկցվում է նաև համառությամբ, անհանգստությամբ, ամաչկոտությամբ և առավելագույն հավանություն և համընդհանուր սեր ստանալու մշտական ցանկությամբ։ Ենթադրվում է, որ այս կանայք ձգտում են գտնել մի տղամարդու, ով կպաշտպանի իրենց բոլոր դժվարություններից և անհաջողություններից, որպեսզի ապրեն ինչպես միմոզա բույսը բուսաբանական այգում։ Բայց մարտյան կանայք լիովին ունակ են հաջողության հասնել իրենց ընտրած ոլորտում, եթե լրջորեն տարված լինեն և մոռանան նայել շրջապատողներին և հարցնեն՝ արդյոք ես ամեն ինչ ճիշտ եմ անում։ Նրանք չեն հանդուրժում սուտը և իրենք էլ չեն ստում։ Սիրում են մարդկանց և կարող են լինել հիանալի հոգեբաններ։ Հաճախ մարտին ծնվածները գրավում են մարդկանց իրենց քնքշանքով և լսելու և օգնելու պատրաստակամությամբ։ Ընդ որում, մարտի կանայք հաճախ երկար ժամանակ չեն կարողանում կյանքի ուղեկից գտնել, քանի որ նախ փնտրում են իսկապես վստահելի մեկին, երկրորդ սպասում են իսկական սիրո։ Եթե վստահ չեն, որ սա իսկապես մեծ ու պայծառ է և ոչ թե հորմոնների ակնթարթային ալիք, նրանք լուրջ հարաբերություններ չեն սկսի։ Եվ հիշեցնենք, որ բնավորության բոլոր կանխատեսումները հիմնված ծննդյան ամսվա, ինչպես նաև կենդանակերպի նշանի, ծննդյան տարեթվի, սիրելի գույնի կամ աչքերի երանգի վրա գիտական չեն։ Բնավորությունը որոշվում է գենետիկայով և այն միջավայրով, որտեղ մարդը ապրում է։ Սակայն երբեմն կարելի է հետևել տարօրինակ և զվարճալի զուգադիպությունների, ուստի եկեք ուսումնասիրենք, թե ինչ են ասում ձեր բնավորությունները ձեր մասին։ Ձեր կարծիքը կարող եք գրել մեկնաբանություններ բաժնում, իսկ մենք շնորհակալություն ենք հայտնում ուշադրության համար։ Մինչ նոր հանդիպում։